Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մնացեք մեզ հետ մշտապես իրազեկված լինելու համար եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Ուղիղ 34 տարի առաջ այսօրը հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման օպերացիան։ Դա ադրբեջանա-արցախյան զինված հակամարտության ընթացքում հայկական ուժերի կողմից իրականացված առաջին լուրջ ռազմագործողությունն էր, որը պսակվեց հաջողությամբ։ Այն բացի ռազմական նշանակությունից ուներ նաև բարոյահոգեբանական մեծ կարևորություն։ Տողի ռազմագործողության պլանավորմանը նվիրված գլխավոր խորհրդակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, որին բացի Տողաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներից ներկային Մարտակերտի շրջանից Վլադիմիր Բալայանը, Ստեփանակերտից Աշոտ Ղուլյանը, Հայաստանից Մանվել Գրիգորյանը, Հադրութից Արթուր Աղաբեկյանը եւ ուրիշներ։ Օպերացիայի ղեկավարն էր կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը։ Համաձայն ընդունված մարտական որոշման նախատեսված գործողությունը սկսվեց հոկտեմբերի 30-ին ժամը 17:00-ին։ Մինչև հարձակման մեկնարկը ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը կամավորականների որոշակի խմբաքանակ կենտրոնացրեց Տողի արևելյան մասում։ Տողի կամավորականներից կազմված մի խումբ անցավ հակառակորդի զբաղեցրած տարածքի հետախուզմանը, պարզորոշեց դիրքերի դասավորությունը, դրանցում ներգրավված ուժերի քանակն ու տեխնիկական սպառազինվածության հնարավորությունները։ Այս եւ մյուս նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո հոկտեմբերի 30-ի երեկոյան ինքնապաշտպանական ուժերը իրենց տրամադրության տակ եղած Կիսա ինքնաշեն թնդանոթից ուղիղ նշանառությամբ կրակային հարված հասցրին հակառակորդի շտաբին։ Հաջորդ երկու թիրախային հարվածներով շարքից հանվեցին գյուղի դպրոցի շենքում տեղակայված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների զորանոցը եւ ռազմամթերքի պահեստի վերածված հարակից շինությունը։ Հանկարծահաս եւ դիպուկ հարվածներից անակնկալի եկած ադրբեջանական հրամանատարությունը մարտի առաջին իսկ պահից կորցրեց ենթակա ուժերի կառավարման ունակությունը։ Հակառակորդի ճամբարում իրավիճակ ավելի անկառավարելի դարձավ, երբ հատուկ ազդանշանից հետո հայ ինքնապաշտպանները գյուղի գրեթե բոլոր կողմերից սկսեցին հրաձգային խիտ կրակով ճնշել թշնամական դիրքերը։ Խուճապի մեջ հայտնված ադրբեջանական օմոնականները ստիպված էին ցակ ու ցրիվ թողնել իրենց բնագծերը եւ ճողոպրել գյուղից։ Փայլուն կերպով կազմակերպված ռազմագործողությունը, որը հայ կամավորականներն իրականացրին առանց զոհ եւ վիրավոր տալու, տևեց ընդամենը 1 ժամ։ Եվրոպայի առաջնությունից չեմպիոններ ունենք։ 20-ամյա հայ ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հայ մարզուհին արդյունավետ է գործել բոլոր 3 մոտեցումների ժամանակ եւ վերջնական արդյունքում հաղթել է 91 կիլոգրամ արդյունքով։ Երկամարտում Ալեքսանդրան նույնպես հավակնում է ոսկե մեդալին։ Հաջորդ չեմպիոնը Հայաստանի հավաքականի անդամ 60 կիլոգրամ քաշային Գառնիկ Չոլակյանն է։ Նա գլխավերևում պահեց 115 կիլոգրամ եւ 120 կիլոգրամ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Երկամարտի 267 կիլոգրամ արդյունքով Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի M23 տարեկանների չեմպիոն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հաղորդում են Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից։ Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հիմնվելով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը եւ կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ, ասվում է հաղորդագրության մեջ։ Պետդեպարտամենտը նաև ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությունը եւ վերջին շրջանում ձեռնարկված գործնական քայլերը։ Նշվում է, թե ԱՄՆ կառավարությունը ուշադիր հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումներին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Մենք նաև ողջունում ենք Ադրբեջանի վերջին որոշումը թույլատրել բեռների տարանցումը իր տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։ ԱՄՆ գլխավորած նախաձեռնությունները զուգորդված այս ջանքերի հետ կգրավեն մասնավոր ներդրումներ եւ կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների համար։ Նման հայտարարություն են արել պետդեպարտամենտից։
Ռուսաստանը եւ Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում եւ երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ներկայումս ընթանում է քրտնաջան աշխատանք եւ նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը եւ դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը, ասել է Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք ըստ ԶԼՄ-ների կապված են Իրանից թմրանյութերի տարանցման եւ կիբերհանցագործությունների հետ։ Նրանք ձերբակալվել են 4 ամսով։ Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Ժամը 10-ի դրությամբ աշխատանքների ներգրաված են ներքին գործերի նախարարության ոստիկանության 100 եւ փրկարար ծառայության 212 ծառայող։ Աշխատանքները իրականացվում են 7 ուղղություններով, օգտագործվում է 6 ամենագնաց եւ տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափատաղ գյուղի մերձակա բնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Կոչ են կանում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում, ասվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Արտահերտ ընտրությունների չենք գնամ, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի։ Նման հայտարարություն է արել ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը։ Ժամանակին երևի սեպտեմբերին կամ օգոստոսին իշխանությունից մեր որոշ գործընկերներ նաև արտահերթի մասին են խոսել եւ ասել են, որ դա պետք է գնահատվի։ Մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա եւ գնում ենք հերթական ընտրություններին։ Խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, հայտարարել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Դոկը պատրաստվում է ընտրություններին։ Կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը Փակ TV-ի եթերում մեկնաբան Համլետ Ղուշյանի հետ հարցազրույցում խոսել է հետագա քայլերից։ Լուրջ կադրային ջարդեր են լինելու։ Այն սկսվելու է կառավարությունից, դատական համակարգից։ Քաղբանտարկյալներով Հայաստանում դատավորները բոլորը պետք է պատասխան տան եւ դատվեն։ Բանակը պիտի դառնա 2 տարի, դպրոցը 10 տարի։ Հայ-ադրբեջանական սահման ականազերծողները պետք է դատվեն։ Թուրքական ապրանքների մուտքը Հայաստան պետք է կանխվի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շփումները պետք է զրոյացնել։ Պետք է բացվի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը, հայտարարել է ԴՈ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Երկրին է մոտեցել Ատլաս օբյեկտը, որը կարող է այլ մոլորակայինների նավ լինել։ Այն մտել է արեգակնային համակարգ եւ հոկտեմբերի 29-ին հասել արևին ամենամոտ կետին։ Այնտեղից այն կարող է մանևրել կամ զոնդեր արձակել երկիր, զգուշացնում են գիտնականները։ Խորհրդավոր այլ մոլորակային տիեզերանավը կարող է կապ հաստատել երկրի հետ, ինչի մասին խոսում են որոշ փորձագետներ։ Այս օբյեկտը, որը ստացել է Ատլաս անվանում, արդեն մի քանի ամիս է ինչ ուշադրության կենտրոնում է, զարկ տալով բազմաթիվ ենթադրությունների եւ շահարկումների։ Պարզ ասած, հոկտեմբերի 29-ին այլ մոլորակայինները կարող էին գալ երկիր։ Գիտնականները շատ են քննադատել այս տեսությունները, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ օբյեկտը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ եւ միացեք մեր YouTube ալիքին օրվա ամենակարևորը բաց չթողնելու համար։